Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևոր է համառոտ։ Ովքեր կզբաղեցնեն ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնները, նիստը շարունակվում է։ Կոնջորյանի կինը խոսել է Հայփոստում իր աշխատավարձի մասին, ինչ թվեր է հրապարակել։ Եվրոպան նոր տարբերակներ է փնտրում անօրինական միգրացիայի դեմ պայքարում, ինչպես է Հայաստանը հայտնվել միգրանտների ժամանակավոր ընդունման երկրների ցանկում։ ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարծես նոր փուլ են մտնում, ինչ է հայտարարել Վաշինգտոնը։ Խորհրդարանում շարունակվում է ազգային ժողովի ղեկավար կազմի ընտրությունը։ Օրակարգում այժմ ազգային ժողովի ևս 2 փոխնախագահի ընտրության հարցն է։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը երկրորդ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Ալեքսանյանին, իսկ ընդդիմությանը հատկացված քվոտայով թեկնածու է առաջադրվել Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավոր Արամ Վարդևանյանը։ Ինչ է կատարվում այս պահին խորհրդարանում, հետևենք ուղիղ միացմամբ։ Որ նախորդ խորհրդարանը եղել է ամենացածր ռեյտինգ ունեցող խորհրդարանը պատմության մեջ։ Ոնց։ Ինչա։ Հետո կասեք։ Խնդրում եմ վերջացնեմ հետո։ Այսինքն դա կարելի ասել, դա եղել է նրա համար, որովհետև մարդիկ տեսել են խորհրդարանում կռիվներ եւ այլն եւ այլն։ Տեսեք, այսօր երեք չառաջ օրը պարոն Ռուբինյանը, պարոն Կոնջյանը ընտրվեցին, վստահ եմ պարոն Ալեքսյանը մի քանի ժամից կընտրվի, կզբաղեցնի իր տեղը, բայց այս բարեկրթության նախորդ խորհրդարանի ոչ այնքան բարեկիրթ լինելու համար, օրինակ պարոն Ալեքսյան, ձեր ընտրության հարցն ասեմ, դուք եղել եք այդ ոչ բարեկիրթ միջավայրի, միշտ եղել եք կիզակետում։ Ազնիվ ասենք, որովհետև դրա եւ չգիտեմ, տեսանյութերը կա եւ ամեն ինչը կա։ Ասացիս իմաստն ինչա, որ ձեզնից է շատ կախված լինելու այդ բարեկիրթ մթնոլորտը։ Բայց ես վստահ եմ, որ դա չի հաջողվելու, որովհետեւ նախորդ այդ խոսքերից հետո էլ մենք ոչ բարեկիրթ պահվածքի որոշ դրսևորումներ արդեն իսկ պարոն Ռուբենյանի ընտրվելուց հետո տեսանք։ Ինչ ասես, մարդը վերևում է նստած, ամբիոնում է, որ ասում է մեղն ու չագուչը իր ձեռն է, փորձում է ոնց ուզի օգտագործի, բայց ամեն դեպքում թույլ չենք տալու։ Երկար խոսվեց ժողովրդավարությունից, անցող ընտրությունները ժողովրդավար էին եւ այլն, իհարկե ժողովրդավարությունը շատ սիրուն, շատ ճիշտ եք խոսում, շատ լավ կարողանում եք հրամցնել, բայց իրական պատկերը լրիվ այլ է։ Իսկ երեք երկար քննարկումներից հետո ազգային ժողովի փոխնախագահ է ընտրվել ՔՊ-ից Հայկ Կոնջորյանը։ Հայաստան խմբակցությունը չէր մասնակցել քվեարկությանը, իսկ Ուժեղ Հայաստանը դեմ էր քվեարկել։ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Հայկ Կոնջորյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 91-ը, քվեատուփում առկա էր 91 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Հայկ Կոնջորյան կողմ 63, դեմ 28։ Շնորհավորում եմ պարոն։ Որոշումը կայացված է, շնորհավորում եմ։ Պարոն Կոնջորյան, եթե խոսք ունեք ասելու, խնդրեմ։ Շնորհակալություն վստահության համար։ Սակայն քննարկումների հիմնական թեման ոչ այնքան Կոնջորյանի թեկնածությունն էր, որքան նրա ընտանիքի շուրջ հնչող հարցերը։ Ինչպես նախորդ օրը, այնպես էլ երեկ ընդդիմադիր падգամավորները հիմնականում անդրադառնում էին Հայկ Կոնջորյանի կնոջ Հայփոստի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանի աշխատավարձին եւ ընկերության կառավարման հարցերին։ Նրանք նաեւ հետաքրքրվում էին, թե ինչ ընթացակարգով է նա նշանակվել այդ պաշտոնում, քանի որ մրցույթի վերաբերյալ որևէ տեղեկություն հրապարակված չէ։
Քննարկումներին երեկ անդրադարձել է նաև Շուշան Ալեքսանյանը։ Facebook-ում հրապարակած գրառմամբ նա պարզաբանել է HiPost-ի ֆինանսական ցուցանիշներն ու իր աշխատավարձի շուրջ շրջանառվող տեղեկությունները։ Ալեքսանյանի խոսքով իր պաշտոնավարման ընթացքում HiPost-ը պետական բյուջե է փոխանցել 1 միլիարդ դրամի դիվիդենդ, իսկ ինքը վերջին 10 տարիներին ամենացածր վարձատրվող գլխավոր տնօրենն է եղել։ 2025 թվականի արդյունքներով ընկերությունը վնաս չի կրել։ Եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը եղել է դրական։ Շուրջ 500 միլիոն դրամի բացասական ցուցանիշը պայմանավորված է ամորտիզացիոն մասհանումներով, ինչը բնականon երևույթ է խոշոր, անշարժ գույք և ավտոպարկ ունեցող կազմակերպությունների համար։ Կարևոր է ընդգծել նաև, որ ամորտիզացիան դրամական արտահոսք չէ, հետևաբար ընկերությունը առավել ևս պետությունը փաստացի ֆինանսական կորուստներ չեն կրել։ Համաձայն հրապարակված ֆինանսական հաշվետվությունների իմ ղեկավարության ընթացքում 2025 թվականին ընկերության ֆինանսական արդյունքը 2024 թվականի համեմատ բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով։ Նախորդ տարիներին նույնիսկ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ ստացել են ավելի բարձր վարձատրություն, քան ես այսօր որպես գլխավոր գործադիր տնօրեն, այդ թվում պետական կառավարման տարիներին։ Թեև բազմիցս նշել եմ, որ որևէ մեղսավոր բան չկա բարձր աշխատավարձ ստանալու մեջ։ Խորհրդարանում շարունակում են խոսել նաև երկրի անվտանգության և խաղաղության գործընթացի մասին։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Ադրբեջանի պահանջով Հայաստանի սահմանադրությունը չի կարող փոխվել։ Նրա խոսքով խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի անվտանգությունը։ Եթե դուք նկատեք իշխանության հայտարարությունները, դրանք հին են, դրանք մասնավորեցված, անհատական, անձնավորված են։ Մեր հայտարարությունները, մեր ուժի ներկայացուցիչների հայտարարությունները, խնդրում եմ մեր հայրենակիցները թող որակական տարբերությունը նայեն։ Մարդիկ խոսում են խնդիրներից, խոսում են օրինակ HiPost-ի բարձրացած սակագնից, խոսում են HiPost-ի էֆեկտիվության կտրուկ աճից, կառավարման համակարգից։ Ինչ ենք մենք տեսնում, ինչն է մեր խնդիրը պարոն Կոնջորյանի տեխնատության հետ, որ կա շահերի բախում։ Ազգային ժողովը նշանակում է կառավարություն, որտեղ աշխատում է նախարարը բարձր տեխնոլոգիաների, որի տակ կա HiPost-ը։ Վերահսկողության մեխանիզմը ազգային ժողովը պետք է վերահսկեր, որ մի կետով 80% չբարձրացնեին սակագինը։ Սահմանադրական փոփոխությունների թեմային անդրադարձել է նաև Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա հայտարարել է, որ առաջիկա աշունը Հայաստանի համար ծանր քաղաքական զարգացումների շրջան է լինելու։ Մեր երկրի առջև շատ ավելի լուրջ, շատ ավելի կարևոր, շատ ավելի հրատապ եւ առաջնային օրակարգեր կան։ Մեծ հաշվով Հայկ Կոնջորյանը կլինի ազգային փոխնախագահ, թե ուրիշ մի ԿՊԱ-կան, խոշոր հաշվով ընդհանրապես տարբերություն չկա։ Մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները հետևյալն են. հայ-ադրբեջանական հարաբերություններ, սահմանագծում, սահմանազատում, շատ ուղիղ եւ հստակ հարցադրում եմ արել։ Կարող եք երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության տարածքից նոր զիջումներ չեք անելու, կոնկրետ Տիգրանաշենը չեք հանձնելու։ Մարդիկ չեն ժխտել։ Աշխարհաքաղաքական իրավիճակը, հայ-ռուսական հարաբերությունները, մեր տնտեսությունը, որ կարճ ժամանակ հետո կանգնելու է ծանր ու բարդ խնդիրների առջև։ Սրանք են մեր երկրի կարևոր եւ առաջնային օրակարգերը, բայց ակնհայտ process-ը տեղի ունենում է հիմնական եւ գլխավոր քաղաքական խորքային հարցերից շեղել անձնական ապօրինի գույք, չգիտեմ, քո աղբերը, քո քուրը, քո հերը, քո մերը, չգիտեմ ինչ, բայց շատ ավելի գլոբալ խնդիրներ կան։ Մինչ այդ Ադրբեջանը շարունակում է պնդել իր նախապայմանը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը կրկին հայտարարել է, որ Հայաստանի սահմանադրությունից պետք է հանդվեն իր ձևակերպմամբ տարածքային պահանջներ պարունակող դրույթներ։ Միայն դրանից հետո ըստ նրա հնարավոր կլինի ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր զարգացումներ են սպասվում։ Նրա խոսքով շարունակվում են նաև տրանսպորտային հաղորդակցությունների վերապացման շուրջ քննարկումները, որոնցից մեկը TRIP նախագիծն է։
Մենք սպասում ենք, որ նախապատրաստական փուլի ավարտից հետո Հայաստանում կսկսվեն շինարարական աշխատանքները։ Ադրբեջանը մեծ մասամբ կատարել է աշխատանքի իր մասը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ բանակցությունները ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի սահմանադրությունից, որից հետո հնարավոր կլինի վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այս ֆոնին միջազգային կառույցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել նաև Բաքվում պահվող հայերի հարցը։ Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Վերոնիկա Զորաբենդի նախաձեռնությանը, որով նա կոչ է անում կանանց մարդասիրական պատվիրակություն ձևավորել Բաքվի բանտում գտնվող հայերին այցելելու նպատակով։ Իրավապաշտպաններին, ազդեցիկ անհատներին, քաղաքական գործիչներին եւ միջազգային կազմակերպություններին, մասնավորաբար այն կառույցներին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ ցեղասպանությունների կանխարգելմամբ, կոչ ենք անում միանալ մեր ջանքերին, որպեսզի Բաքվում պահվող հայ գերիների ընտանիքների անդամները հնարավորություն ունենան այցելելու իրենց հարազատներին։ Մինչ տարածաշրջանում շարունակում են քննարկել խաղաղության եւ անվտանգության հարցերը, Եվրոպայում փորձում են լուծումներ գտնել մեկ այլ խնդրի՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար։ Կարող է Հայաստանը դառնալ Եվրամիությունից արտաքսվող միգրանտների ժամանակավոր ընդունման կենտրոն։ Այս հարցը վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է միջազգային մամուլում այն բանից հետո, երբ Իտալիան կրկին առաջարկեց նման կենտրոններ ստեղծել Եվրամիության սահմաններից դուրս։ Հնարավոր գործընկեր երկրների թվում նշվում է նաև Հայաստանը, սակայն պաշտոնական Երևանը վստահեցնում է, նման առաջարկ չի ստացել եւ այս թեմայով որևէ բանակցություն չի վարում։ Թե ինչպես է Հայաստանի անունը հայտնվել այդ ցանկում, մանրամասները ռեպորտաժում։ Ապօրինի միգրացիայի աճող ճնշումը Եվրոպային ստիպում է նոր լուծումներ փնտրել։ Այդ քննարկումներում հնարավոր գործընկեր երկրների թվում արդեն հայտնվել է նաև Հայաստանը։ Իտալիան առաջարկում է Եվրամիության սահմաններից դուրս ստեղծել միգրանտների վերադարձի կենտրոններ։ Դրանք նախատեսված են ապաստանի իրավունք չստացած կամ արտաքսման ենթակա անձանց ժամանակավոր տեղափոխման համար։ Խոսքը վերաբերում է երրորդ աշխարհի պետությունների մասին եւ ոչ թե պետությունների, որոնք ընկալվում են որպես քաղաքակիրթ պետություններ եւ ունեն հավակնություններ կամ հնարավորություն ապագայում դառնալու Եվրոպական միության անդամներ։ Իհարկե պետք է նաև նկատի ունենանք, որ սա ոչ թե այսպես հաստատված փաստ է, այլ սա նախաձեռնություն է Իտալիայի կողմից։ Սակայն այս նախաձեռնությունը նոր չէ, այն առաջին անգամ ներկայացվել էր դեռ անցյալ տարվա հունիսին Եվրոպական խորհրդի նիստում։ Այդ ժամանակ դրան աջակցություն էր հայտնել նաև Դանիայի եւ Նիդերլանդների վարչապետները։ Այդ փուլում սակայն Հայաստանի անունը չէր շրջանառվում։ Հարց է առաջանում, ինչու է հիմա Հայաստանը հայտնվել հնարավոր գործընկեր երկրների ցանկում։ Այնտեղ մի այսպիսի ձևակերպում էլ կա տարածաշրջաններ, որոնք ավանդաբար չեն ենթարկվել միգրացիոն հոսքերի։ Հիմա եթե հիպոթետիկ դիտարկենք, որ Եվրոպական միության կողմից Հայաստան ընկալվում որպես ապագայում Եվրոպական միության անդամ պետություն, ապա ողջամտորեն պետք է որ Հայաստանը այս ցանկում չլիներ, որովհետև միգրացիոն ճամբարները Հայաստանում ապագայում Եթե Հայաստանը լիներ Եվրոպական միության անդամ, սա պետք է գլխացավանք լիներ հենց Եվրոպական միության համար։ Եվրամիությունը այսպիսի ծրագրերի համար գործընկեր երկրներ ընտրելիս հաշվի է առնում մի շարք հանգամանքներ, քաղաքական հարաբերությունները, անվտանգային միջավայրը, ենթակառուցվածքները, նաև ապօրինի միգրացիայի կառավարման հարցում գործակցելու պատրաստակամությունը։ Միգրանտների ներխոսքը եւ սոցիալական եւ քաղաքական ռիսկեր կարող են առաջացնել, մյուս կողմից նաեւ աշխատատեղերի խնդիր կա, աշխատուժի խնդիր գոյություն ունի նաեւ Հայաստանում։ Թե այդ ամեն ինչ ինչպես պետք է անել, որ նախ այդ մարդիկ կարողանան աշխատել եւ նաեւ աշխատանքը վերջացնելուց հետո լքեն Հայաստանը, մյուս կողմից այդ ինտեգրման խնդիրները եւ այլն, դա շատ բարձ խնդիր է։ Միգրացիայի կառավարման այսպիսի մեխանիզմներ նախկինում եւս փորձարկվել են։ Ամենահայտնի օրինակներից մեկը Մեծ Բրիտանիայի եւ Ռուանդայի ծրագիրն էր, որով նախատեսվում էր որոշ ապօրինի ներգաղթյալների գործերի քննությունը տեղափոխել Ռուանդա։ Սակայն ծրագիրը չիրականացվեց իրավական եւ քաղաքական լուրջ հակազդեցության պատճառով։
Եվրոպան միշտ փորձում է գտնել ինչ-որ երկրներ, որտեղ կարողանան այդ միգրանտների մի մասին տեղավորել եւ իրենց երկրներից հանել։ Միգրանտների հոսքը նաև հարցեր է առաջացնում ընդունող երկրների համար։ Այդ մարդիկ կարող են լրացուցիչ ճնշում ստեղծել սոցիալական համակարգերի, բնակարանային պայմանների, առողջապահական եւ անվտանգության կառույցների վրա։ Եվրոպական մի շարք երկրներում հենց այս հարցերն են դարձել քաղաքական հիմնական վեճերի պատճառներից մեկը։ Տեղական համայնքները հաճախ բարձրացնում են ինտեգրման, աշխատաշուկայի եւ հանրային ծառայությունների ծանրաբեռնվածության խնդիրները։ Եթե ինչ-որ միգրանտներ հայտնվում են երկրում, ապա նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն։ Այսինքն իրենց ուղղակիորեն չեն կարող երկրից հանել, այսինքն պետք է դատական գործընթաց լինի առաջի ատյան, երկրորդ, երրորդ եւ այլն, եւ դա կարող է տարիներ տևել եւ այդ ընթացքում նաեւ այդ երկրները պետք է ապահովեն այդ մարդկանց ապրուստը, կեցավայր, սնունդ, շորեր եւ այլն եւ այլն։ Հայաստանի անունը հնարավոր գործընկեր երկրների ցանկում հայտնվելու մասին հրապարակումներից մեկ օր անց արձագանքեց նաև պաշտոնական Երևանը։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանում Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների վերադարձի կենտրոն ստեղծելու որևէ առաջարկ չի ստացել եւ նման հարց հայկական կողմի հետ չի քննարկվել։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթաց կա։ Ըստ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, Իրանի հետ բանակցություններն առաջ են շարժվում եւ համաձայնության կարող են հասնել առաջիկա օրերին։ Նույն գնահատականն ավելի վաղ տվել էր նաեւ ԱՄՆ ֆինանսների նախարարը։ Նրա խոսքով զգալի առաջընթաց կա եւ համաձայնությունը կարող է կայանալ նույնիսկ այսօր կամ վաղը։ Բանակցությունների ընթացքին զուգահեռ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանն արդեն զրկված է միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից եւ այդ փաստը պաշտոնապես կամրագրվի։ Թրամփը նաեւ վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցը շուտով կվերաբացվի։ Միաժամանակ զգուշացրել է, որ եթե Իրանը հրաժարվի պայմանավորվածություններից, կբախվի ծանր հետևանքների։ Իսկ Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է պաշտպանել իր սահմանները, սակայն չի ցանկանում խորացնել հակամարտությունը ԱՄՆ-ի հետ։ Նրա խոսքով երկրի գլխավոր նպատակը ներքին կայունությունն ու միասնությունն է։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է Զարա Սարգսյանը։ Մենք պատրաստ էինք հարվածել Ուկրաինայի տարածքում 3 թիրախի, սակայն երբ ուկրաինական կողմն ասաց, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավին հարվածը սխալ էր, չարեցինք։ Մենք չենք ձգտում սրել կոնֆլիկտը, հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ Մենք պատերազմ չենք հրահրում, բայց Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ է եւ կպաշտպանի Իրանը մինչեւ արյան վերջին կաթիլը, նշել է Ռեզային։ Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն վերջնական համաձայնության դեռևս չենք հասել։ Այս հայտարարությունն էլ արել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Մենք հուսով ենք, որ դա շուտով տեղի կունենա, հավելել է նա։ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ պատերազմում սպառել է իր մեծ հեռահարության հրթիռների գրեթե ամբողջ պաշարը, հայտնում է Reuters գործակալությունը թեմային ծանոթ աղբյուրներին հղումով։ Խոսքը հիմնականում Միացյալ Նահանգների բանակի երկիր-երկիր դասի հրթիռների մասին է։ Նշվում է, որ հրթիռների նվազող պաշարները կարող են սահմանափակել Միացյալ Նահանգների հակառակորդներին, այդ թվում Ռուսաստանի եւ Չինաստանին զսպելու կարողությունը։ Տարիներ շարունակ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը խաբել է թե Վրաստանին, թե Ուկրաինային, խոստանալով նրանց ընդունել դաշինքի կազմում, առանց դա անելու իրական մտադրության, հայտարարել է Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղար եւ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Այս բոլոր տարիների ընթացքում Վրաստանի եւ Ուկրաինայի նման երկրներին ստել են, թե իբր ՆԱՏՕ-ի դռները բաց են, բայց մենք բոլորս էլ գիտակցում ենք իրականությունը։ Նրանք արդեն չեն էլ թաքցնում ասել, որ դա փաստացի անհնար է եւ բացառված, նշել է Կալաձեն։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի այժմ էլ Տուլայի մարզի Վայլբերիզի պահեստում։ Մարզպետ Դմիտրի Միլիաևի խոսքով Ռուսաստանի զինված ուժերը գիշերը Տուլայի մարզում ոչնչացրել է ուկրաինական 107 անօդաչու թռչող սարք։ Ռուսաստանը հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Կիևին եւ շրջակա շրջաններին։ Զոհվել է առնվազն 15 մարդ, մոտ 50-ը վիրավորվել։ Իսպանիայի Ալիկանտե քաղաքի լողափում իրականացվող աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հռոմեական Սիրո աստվածուհի Վեներայի շուրջ 2000 տարվա վաղեմության արձանի մարմարե գլուխը։ Փորձագետների նախնական գնահատմամբ հայտնաբերված գլուխը եղել է ամբողջական արձանի մաս, այլ ոչ թե առանձին կիսանդրի։ Այժմ արտեֆակտը պահվում է Ալիկանտեի ժամանակակից արվեստի թանգարանում։ Իշխանությունները նախատեսում են մինչև տարեվերջ բացառիկ գտածոն ցուցադրել հանրությանը։
Չինացի շեֆ խոհարարը դարձել է համացանցի աստղ, պատճառն Իլոն Մասկին նրա ապշեցուցիչ նմանությունն է։ 48-ամյա Մաց Զյամպինը Յիլան ռեստորանի համասեփականատերն է։ Ման լրագրողների հետ զրույցում նշել է, որ անսպասելի հայտնիությունն իրեն ամաչեցնում եւ անհանգստություն է պատճառում։ Նրա խոսքով նախկինում քիչ այցելուներ ունեցող ռեստորանի ծանրաբեռնվածությունը հիմա ավելացել է։ Շատերը գալիս են հատուկ իրեն հանդիպելու, լուսանկարվելու եւ ձեռքը սեղմելու համար։ Ռեստորանի այցելուներից մեկը նշել է, որ չնայած ձեռք բերած հայտնիությանը, ման պահպանել է նախկին գները։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 34-ից 36, իսկ երեկոյան 23-ից 25 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, կհանդիպենք։